Այն դանդաղը, որի հետ ապրում է, ոչ մի կապ չունի էներգիայի կամ հնարավորությունների պակասի հետ, այլ այո ասելու ամենօրյա սովորությամբ, ինչը ձեզ սպառում է, ամեն անգամ, երբ դուք ընդունում եք ուրիշի ակնկալիքները, ավելորդ գնումները կամ դատարկ խոսակցությունները, այն ձեր գոյության տարիները, հոգնած չէ այն, ինչ զգում ես, սպառվում է ձեզ հազար կտոր բաժանելու համար, պատկերացրեք կյանքը որպես վագոն, որը բեռնված է ֆրեթ-ով, որոնք ձերն են։ Դուք այն քաշում եք ձեր ամբողջ ուժով, շնչահեղձությունից շնչահեղձ, բայց բոլորովին նոր կարգով քողարկեք։ Վերցրեք այն, և յուրաքանչյուր այոյի հետ, նոր բեռ է նետվում ձեր մեջքին։ Անկեղծ վարժություն արեք։ Վերլուծեք ձեր առօրյա կյանքը, քանի առաջադրանք եք կատարում պարտավորությամբ, ոչ թե ցանկությամբ, քանի անգամ եք ընդունում այնպիսի աշխատանքներ, որոնք շնչում են ձեր էությունը, քանի անգամ եք գնում այն վայրերը, որոնք դուք չեք ցանկանում։ Պարզապես չհիասթափեցնել ուրիշներին, ամեն անգամ, երբ դուք փակեք և համաձայն եք, ձեր ժամանակը մարում է, գոյություն ունի հին իմաստություն, որն ասում է, ով է վազում ամեն ինչից հետո ոչինչ չի ավարտվում, սա միայն բանաստեղծական փոխաբերություն չէ, այն հում իրականությունն է։ Կարող եք մտածել, որ դա խուսափում է ուժը խնայող հակամարտություններից, բայց ըստ էության կորցնում եք առավել արժեքավոր։ Կյանքն ինքնին, յուրաքանչյուր ավելորդ այոը չի գողանում րոպեները, գողանում է տասնամյակներ, և դա ամենացավոտ ճշմարտությունն է, եթե հիմա չես սովորում ոչը ասել, մի օր արթնանալու և գիտակցելու ես, որ դու դեռ շնչում ես, քո կյանքը ավարտվեց։ Պատկերացրեք այս տեսարանը։ Մի տղամարդ շուկայում, վաճառողների մոտենում են, յուրաքանչյուրը առաջարկում է փոքր առարկա, նա ընդունում է, դնում պայուսակի մեջ, սկզբում այն լույս է հնչում, բայց մեկ ժամվա ընթացքում ձեր ձեռքերը ցնցվում են, ձեր ուսերը վնասում են, ձեր շունչը ձախողվում է, նա այլև չի կարող քայլել, բայց պայուսակը լցվում է անօգուտ իրերով, այսպիսով, ապրեք միլիոնավոր մարդիկ, ամեն օր կուտակելով փոքր կշիռները, որոնք ավելացան, աստիճանաբար կոտրեք դրանք։ Կարող եք մտածել, որ ձեր օրերը պարզապես վազում են, բայց ճշմարտությունն ավելի խորն է, նրանք օրեր են ստրկացնում ուրիշների սպասումներով, դուք չեք, ով պատվիրում եք ձեր ժամանակը, դա հաշվապահ է, ով այն տարածում է առանց հայեցողության։ Սեյսն արդեն նշել է, այո ասելը հեշտ է, բայց միայն ոչը չի կառուցում, երբ առաջին անգամ գիտակցում ես դա, վախը ծագում է, քանի որ ոչ նշանակում է հակամարտություն, ռիսկ, լարվածություն, բայց հենց այն բառն է, որը կարող է վերադառնալ ձեզ վերահսկողություն ձեր սեփական գոյության վրա։ Հարցրեք ինքներդ ձեզ. քանի այո կարող եք փոխարինել ոչը ամուր, քանի դատարկ նշանակումներ, քանի իմպուլսիվ գնումներ, քանի աննկատ խոսակցություն կվերանա, և քանի անվճար ժամ է առաջանալու, պատասխանը շատ պարզ է, քանի դեռ չեք տիրապետում մերժման արվեստին։ Ձեր կյանքը կընթանա կիսով չափ, այն ավելի կաշխատի, այն ավելի շատ կավարտվի, բայց դա ավելի քիչ կգա, քանի որ ձեր ժամանակը և էներգիան պատկանում են ուրիշներին։ Հիշեք, ոչը ասել, որ կյանքը չի մերժում, դա պետք է հրաժարվի ստրկությունից, դա այն փոքրիկ բաներն են, որոնք իրենց գոյությունը դանդաղ և ծանր են դարձնում, դուք կարծում եք, որ դրանք աննշան մանրամասներ են։ Չնչին խնդրանքը բավարարել, ծախսել ինչ-որ բանի վրա, կորցրեք 10 րոպե անիմաստ զրույցի մեջ, բայց հենց այս մանրամասներն են, որ կուտակված տարիներ դառնան, և երբ հետ ես նայում, ափսոսանքն անխուսափելի է։ Պատկերացրեք մի կաթիլ ջրի մեջ ընկած քարի վրա, մի անգամ ոչինչ չի պատահում, 10 անգամ ոչ մի հետք, բայց եթե կաթիլը ամեն օր ընկնի, քարը կկոտրվի, այսպիսով, ձեր այո աշխատանքը, դուք չեք գիտակցում ձեր քաշը, բայց նրանք կոռում են ձեր կյանքը։ Մինչև դատարկությունը ստի, ես հանդիպեցի մի մարդու, ով միշտ պատասխանում էր փոքր բարերարներին։ Օգնելով տունը փոխող հարևանին, աշխատավայրում լրացուցիչ առաջադրանքներ վերցնելով, երկարացնելով ընտանեկան կապը, բայց երկարաձգվում է ժամերով, նա չցանկացավ որևէ մեկին վնասել, ուստի նա ասաց այո մինչև նա չհասկացավ, որ տարիները ծախսել են, և նրա երազանքները մոռացված, երբ նա փորձեց վերականգնել դրանք, ուշ էր։ Մի փոքր բան մերժելը մի ամբողջ օրվա ընթացքում հաղթելն է, անհրաժեշտ գնումներից խուսափելը գումար չի խնայում, այն պահպանում է ազատությունը, անպաշտպան նվիրվածությունը անտեսելը ձեզ ժամանակին տալն է։ Ինչն իրոք կարևոր է, քանի անգամ եք ասել այո ուրիշների հարմարության համար, զոհաբերելով ձեր ժամերը, քանի անգամ եք ավելորդ ինչ-որ բան գնել, քանի որ դա էժան էր, այս մետաղադրամները կորցրել են բախտը։ Այս րոպեները, վատնված տարիները։ Նրանք, ովքեր չեն սովորում ոչ ասել աննշանություններին, դատապարտված են քաոսում ապրելու համար, վազեք առանց կանգ առնելու, բայց չի առաջադիմում, այն լցնում է ձեր աղբի տարածքը ուրիշների և հրաշալիքների համար, թե ինչու չկա տեղ անհրաժեշտության համար։ Երբ դադարում եք ընդունել յուրաքանչյուր ավելորդ մանրուք, էներգիան վերադառնում է, ձեր օրերը ավելի թեթև են դառնում, դուք զգում եք, որ վերահսկում եք ժամանակը, փոխարենը վերահսկվում է դրանով, կյանքն արագացնում է ավելորդ կշիռները թողնելու պահը։ Ձեր վագոնային
Առաջընթացը ոչ թե այն պատճառով, որ դուք ուժեղացել եք, այլ այն պատճառով, որ դադարեցիք իրականացնել այն, ինչը ձեզ չի պատկանում։ Լուրջ սա։ Եթե չես ասում ոչ փոքրիկ բաների, դուք ասում եք ոչ ձեր սեփական կյանքը, յուրաքանչյուր մանրուք ենթադրում է ձեր նպատակակետի մի կտոր, եւ ահա վճռական կետը։ Այսօր ավելորդից հրաժարվելու սովորելը վերապատրաստում է վաղվա մեծ բացասականությունների համար, երբ հիմա ազատվում եք ավելորդից, վաղը դուք ուժ կունենաք մերժելու, թե որն է իսկապես ոչնչացնելու ձեր ճանապարհը։ Դուք չափազանց շատ եք ապրում ուրիշների կյանքը, նա աշխատում է ուրիշների սպասելիքները բավարարելու համար, հետևում է այն եղանակներին, որոնք իր սեփականը չեն եւ այո ասում են ուրիշների երազանքներին, մինչդեռ իրեն սեփականը դուրս է գալիս։ Սա դանդաղ է դարձնում, սա արտահոսում է ձեր էներգիան, նայեք ազնվությանը։ Քանի որոշում եք կայացրել հենց այն պատճառով, որ ճիշտ է, դա սպասվում է, արդյոք ծնողներն են ուզում, նա կարծում էր, որ նա կատարում է պարտականություն, բայց իրականում վարձակալել է իր ազատությունը։ Մեր համայնքից մի երիտասարդ երազում էր նկարիչ լինել, բայց նրա ծնողները պնդում էին. Եղիր փաստաբան, դա ավելի անվտանգ է, նա հնազանդվեց, 10 տարի նա հետևեց մի ուղի, որը իր սեփականը չէր, գումարը նույնիսկ եկավ, բայց կյանքը կարծես սողում էր ճահճի պես, միայն այն ժամանակ, երբ նա քաջություն ուներ եւ ոչ ասելու ուրիշների սպասելիքներին, նա առաջին անգամ զգա իր կրծքավանդակը, նրա էկրանները լավ չեն վաճառել, բայց նա կենդանի էր զգում, եւ միայն դրանից հետո արագացավ նրա գոյությունը։ Ամեն անգամ, երբ այո ասում եք ուրիշների նպատակներին, ինքնաբերաբար ոչ եք ասում ձեր համար, դա նման է ձեր լավագույն տարիները վաճառելուն հարմար տեսք ունենալու համար, դուք շփտում եք ուրիշներին, բայց ներսից դուրս եք գալիս։ Կյանքը չի ընդունում փոխարինողներ։ Քոնն է, կամ դա խորթ է, եւ եթե դա խորթ է, այն դանդաղ կլինի որպես հավերժական երկուշաբթի։ Որովհետև Վիկտոր Ֆրանկլը խոսեց այլոց աչքերի մեջ, միայն դուք կարող եք ընտրել այն, կամ դա ձեզ համար է ապրում, կամ այրում է ձեր կյանքի հանդիպման ակնկալիքները, որոնք ձերն են, կարող է թվալ, որ ուրիշներին այո ասելը խնամքի գործ է, բայց դա պատրանք է, ճշմարիտ խնամքը ազնվությունն է, երբ ասում եք այո, որտեղ պետք է ասեք ոչ, դավաճանել ինքներդ ձեզ, ինչպես նաև նրանց, ովքեր կախված են ձեզանից, քանի որ ուրիշների կյանքը ապրելու համար սպառված մարդը էներգիա չունի ընտանիքին, երեխաներին ուրախություն տալու համար։ Հասկացեք, ձեր կյանքը երբեք ռիթմ չի վաստակի, մինչդեռ դուք ձերն եք կրում, որոնք ձերն են, նրանք չափազանց ծանր են, թույլ մի տվեք, որ արագանաք, ոչ ասեք ուրիշների նպատակներին եւ զգացեք, որ առաջին անգամ ձեր ճանապարհը ուղիղ ստանում է։ Դուք կբացահայտեք այն ուժերը, որոնք դուք նույնիսկ չգիտեիք, որ ունեիք, քանի որ ձեր սեփական ուժեղ կողմերը կուղղվեն ձեր սեփական ճանապարհին։ Դժմարտությունը ծանր է, բայց պարզ։ Ավելի լավ է մեկ անգամ վնասել, քան կյանքը անցնել, քաշելով ձեր քոնը։ Ավելի լավ է դավաճանել ուրիշների սպասելիքները, քան ամեն օր դավաճանել ձեր սեփական երազանքները։ Սապլեյս ամենաթեժ գողերն են, որ իր կյանքը երբևէ հայտնի է, նրանք շփտում են ձեզ, խոստանում են հեշտ ուրախություն եւ ակնթարթային հաճույք։ Բայց ամեն անգամ այո ասելով, դուք առաքում եք ձեր նպատակակետի մի կտոր։ Հիշեք վերջին անգամ, երբ պլանավորել եք շուտ քնել, բայց ձեր բջջային հեռախոսի մեկ այլ ժամ տվեց, դա վատ չէ, մտածեց նա, բայց հաջորդ առավոտ նա արթնացավ սպառված, առանց էներգիայի, եւ օրը դատարկության մեջ մարում էր, կամ այս անգամ, երբ որոշեցիք խնայել գումար, բայց նկատեց մի գեղեցիկ եւ սպան ուսուրո, այս անգամ, այդ պահին նրա երազանքը նահանջեց եւս 1 ամիս, եւս 1 տարի։ Ես գիտեմ մի մարդու, ով տարիներ շարունակ ծախսել է վարկի վճարովի զվարճանքները, ինչու սпасել, ես պետք է հիմա ապրեմ, արդարացրեց նա, նրա հարևանը նույն տարիքից եւ ժանյակից ամեն օր մի փոքր պահում էր, 10 տարի անց, առաջինը աշխատել է պարտքեր վճարել։ Երկրորդը տուն է գնել, մեկը ապրում էր փորձաքննության համար։ Մյուսը ապագայի համար, տարբերությունը փողի մեջ չէր, բայց ոչ ասելու ունակության մեջ։ Յուրաքանչյուր Subway Kahneman Trap Արագ մտածող շշուկը։ Վերցրեք այն համեղ է, բայց ամեն ակնթարթային ուրախության հետևում դանդաղ ցավ է թաքցնում, ընդհակառակը ոչ ընկերությունը այսօր կառուցում է վաղվա ազատությունը։ Թվում է, թե հաճույքը արագացնում է կյանքը, բայց իրականում այն արգելում է այն, քանի որ փորձաքննությունը թույլ չի տա առաջ շարժվել, նրանք ձեր ճանապարհը վերածում են շրջապատի, որտեղ դուք վազում եք, մտածելով, որ գնում եք ինչ-որ տեղ։ Եթե ցանկանում եք արագացնել կյանքը, դադարեք համաձայնել այն ամենի հետ, ինչը աշխատավարձ է տալիս։ Դատարկ ծախսերը, ցանցերում կորցրած ժամերը, անօգուտ խոսակցությունները։
Յուրաքանչյուր ոչ բլոկչեյն օր է ձեզ համար, օրերը դառնում են տարիներ, հիշեք, հարուստ եւ աղքատ դեմքը նույն երանգներով, բայց ոմանք գիտեն, թե ինչպես հրաժարվել, իսկ մյուսները վճարում են իրենց ամբողջ կյանքը, քանի որ չեն ասել. Ձեր գումարը, ձեր էներգիան, ձեր ժամանակը վառելիք են, եթե այրում եք ամեն ինչի եւ գայթակղության մեջ, դուք երբեք ուժ չեք ունենա ձեր նպատակին, ասեք ոչ փորձաքննություն եւ առաջին անգամ կյանքը առաջ ընթանալու է ուղիղ գծով, ոչ թե շրջանակներում։ Դուք աղքատ չեք փողերով։ Դուք ուշադրությամբ աղքատ եք, տարածեք այն ամեն ինչի համար եւ զարմացած է, երբ որևէ ուժ չկա, պատկերացրեք նետածիկը 10 նետով։ Թիրախը թիրախավորելու փոխարեն նետում է բոլոր ուղղություններով, ոչ մեկը ճիշտ չէ, այսպիսով նրանք ապրում են մարդկանց մեծամասնությունը։ Այո, ասում են տասնյակ առաջադրանքներ, նախագծեր, պարտավորություններ, բայց դրանք ընդհանրապես չեն առաջ։ Դժմարտությունն այն է, որ ձեր հաջողությունը կախված չէ նրանից, թե քանի բան եք անում, բայց քանի մարդ է հրաժարվել, յուրաքանչյուր ոչ ավելորդ ամրացնում է իր այո իրերը, մտածեք ձեր օրվա մասին։ Քանի անգամ եք ձեր հեռախոսը անհարկի ստուգել սոցիալական ցանցերը, բացվել են այնպիսի վայրեր, որոնք ոչ միտեղ գրավեցին, ստանձնեցին օտար խնդիրներ, այս այոից յուրաքանչյուրը նրան շրջեց, գողացավ իր ուշադրությունը եւ շրջեց դեպի փակ ուղի։ Ինչպես նոր Նյուպորտն ասաց. Խորը աշխատանքը միայն սկսվում է, երբ մենք սովորում ենք աղմուկ չասել, դա մաքուր ճշմարտությունն է, ձեր կյանքը կարող է կրկնակի արագություն ունենալ մեկ սովորությամբ։ Համակենտրոնացում, բայց համակենտրոնացումը պահանջում է մերժում, դուք չեք կարող միանգամից պահել այդ ամենը, դուք պետք է ընտրեք եւ սա ամենադժվար ընտրությունն է, քանի որ այո ասելը հեշտ է, ոչ ասելը վախենում է։ Բայց միայն այդ բառն այն անվճար է դարձնում։ Շատերը տարիներ են անցկացնում շտապում, մտածելով, որ զբաղված են, նրանք անվերջ ցուցակ են տալիս, նրանք հպարտանում են իրենց ծանրաբեռնվածությամբ, բայց վերջում նրանք գիտակցում են, որ կյանքը մանրամասնորեն է անցել։ Նրանք ցրեցին նետերը եւ ճիշտ ոչինչ չստացան։ Դուք կարող եք շարունակել այսպես, կամ դուք կարող եք ասել ոչ աղմուկ եւ կենտրոնանալ այն բանի վրա, թե իրականում այն առաջ է մղում։ Հիշեք, ուշադրությունն է ձեր ամենամեծ մայրաքաղաքը, եթե այն բաշխում եք բոլորին, բայց ինքներդ ձեզ, միշտ աղքատ կլինի։ Ձեր կյանքի արագությունը կախված է նրանից, թե օրական քանի անգամ եք գիտեիք, թե ինչպես պաշտպանել ձեր ուշադրությունը։ Ոչ ավելորդ եւ առաջին անգամ ասեք, զգացեք, որ ուժ ունեք իրականում։ Արագացումը չի սկսվում ավելի շատ էներգիայից կամ գիտելիքներով, բայց կարճ եւ հզոր խոսքով։ Ոչ, հիմա պարզապես տեսություն, եկեք գնանք պրակտիկայի, եթե ցանկանում եք արագացնել ձեր կյանքը, ձեզ հարկավոր չէ վիթխարի ելույթներ, այլ պարզ գործողություններ, ահա 3 քայլ, որը կարող եք այսօր վերցնել։ Նախ, նշեք ձեր օրը ավելորդ այո եւ փոխեք այն ոչ-ի համար, դա կարող է լինել հանդիպում, որը չի ավելացնում, դատարկ խոսակցություն կամ իմպուլս գնում, հրաժարում զգացեք ազատության համը, որը գալիս է այս ընտրությամբ, դա փոքր է հնչում, բայց հենց այս ժեստն է, որը սկսում է այն մղել։ Երկրորդ, ամրագրեք ձեր վաստակածի առնվազն 1%-ը, դա արժեքի խնդիր չէ, դա սովորության հարց է, երբ պահում եք ոչն ասում եք իմպուլսիվ ծախսերին, բայց ձեր անկախ եզրակացություն, այսօր մետաղադրամը դառնում է անվտանգություն վաղը։ Երրորդ, ինքներդ ձեզ 30 րոպե լռություն տվեք, ոչ մի հեռախոս, ոչ մի խնդիր, ուրիշների ձայներ, պարզապես կանգ առեք, հանգիստ է, որ պարզությունը ծնվում է այն մասին, թե որն է այո եւ ինչն է պահանջում ոչ պակաս կարևոր արժանի։ Այն հնչում է պարզ, բայց հենց այս քայլերն են, որոնք հեղափոխում են կյանքը, ոչ մի ասած, թե ինչ ցրվում է, ոչ թե այն, ինչ անում է, ոչ թե այն, ինչ խեղդում է, հանկարծ ձեզ կհասկանաք, որ ժամանակ եք ստացել, էներգիա եւ կենտրոնացում։ Կյանքը արագանում է, երբ դադարում եք բաժանել փշրանքներին։ Երկուշաբթի մի սպասեք նոր տարին, մի ակնկալեք ճիշտ ժամանակը, դա արեք այսօր, հենց հիմա, քանի որ յուրաքանչյուր հետաձգում ձեզանից գողացված օր է, կյանքը չի սպասում, որ պատրաստվեք, դա տեղի է ունենում հիմա, եւ ամեն օր փոխանակում է, կամ դա տալիս եք աննշանություններին, ուրիշների քմահաճույքներին եւ ներդրումներ կատարեք այն, ինչն իսկապես քոնն է։ Կարող է թվալ, որ ժամանակը առատ է, բայց ճշմարտությունը դժվար է, վաղը որևէ մեկի համար երաշխավորված չէ, ձեր ունեցած միակ լավը այս օրն է, եւ սա այսօր է, որ ձերնը չպետք է ռեզոնանսվի։ Դա այն բառը չէ, որը սահմաններ է տալիս եւ ձևեր է բացում, այն կրճատում է ավելորդը եւ թողնում է միայն հիմնական տարրերը, նա ձեզ դարձնում է ճանապարհորդության տերը, ինչպես ասում է հազարամյակ իմաստությունը յուրաքանչյուր ոք, ով սովորում է հրաժարվել ավելորդ նվաճումներից, թե իրականում ինչն է կարևոր, մինչ դուք ընդունում եք ամեն ինչ, ձեր կյանքը մղում է գրգռվածության մեջ, բայց երբ սկսում է ասել ոչ, ճանապարհը պարզ է, եւ դուք արագություն եք զգում։
Դուք թույլ չեք, նա պարզապես մոռացավ կարգապահության և նպատակի ուժը, նա մոռացավ ուժը մերժելու այն, ինչը գողանում է իր էությունը, բայց այս ուժը կարող է վերականգնվել հենց հիմա։ Ասում են, և կյանքը ռիթմ կստանա։ Ոչ ասեք, և ձեր երազանքները կմոտենան։ Ասեք ոչ, և առաջին անգամ կզգաք, որ պատասխանատու եք, այլոց գնացքով քարշ չեք ունենում։ Ընտրությունը քոնն է, շարունակել հարմար լինել բոլորի համար, ճանապարհին կորցնելով տարիներ կամ ազնիվ լինել ինքներդ ձեզ և սկսել իրականում ապրել։ Եթե ցանկանում եք ավելին այս գործնական իմաստությունը ոչ մի աղմուկ, ոչ մի բութ, պարզապես հետևեք և կիսվեք։ Ինչ եք պատրաստ ասել այսօր։